Հարգելի հայրենակիցներ, Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության նպատակով 2023 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված 1384 նորմատիվային որոշման շրջանակներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը վավեր է համարվում Հայաստանի Հանրապետության կողմից հումանիտար մարդասիրական նպատակներով տրամադրված 070 կոդով անձը հաստատող փաստաթղթերի հետ միաժամանակ գործածելու դեպքում։ Հարկ եմ համարում նշել, ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը չի նույնացնում փախստականների միջազգային կարգավիճակին տրամադրվող պաշտպանության կարգավիճակի հետ։ Միաժամանակ, ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը տրամադրվում է որոշակի ժամկետով։ Այժմյան պայմանների դեպքում մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգման հնարավորությամբ։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Ներքին գործերի նախարարության Միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմումը։ Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրավունք ունեն ստանալու հետևյալ երկու կարգավիճակներից մեկը՝ մի դեպքում ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակ, մյուս դեպքում դիմել փախստականի միջազգային կարգավիճակ ստանալու համար։ Այս երկու կարգավիճակները ստանալու դեպքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձին կարող են դիմել Ներքին գործերի նախարարության, Միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն, ներկայացնելով դիմում եւ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը։ Ցանկանում եմ նաև նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում իրենք ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար սահմանված բոլոր իրավունքներն ու պարտականությունները, իսկ փախստականի միջազգային կարգավիճակ ձեռք բերելու դեպքում որոշակի սահմանափակումներով նույնպես ձեռք են բերում այն բոլոր իրավունքները, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է։